Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամա Մարացի ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամա Մարացի նորաբաց խանութ սրահում։ Արդեն մի քիչ սովորական է դարձել, որ ամեն շաբաթ այսօրը պետք է լարվենք, սպասենք ով է դուրս գալու, բայց այսօր մի քիչ թեթև նայել, որ ելույթից վրա չազդի, ամեն դեպքում եթե դուրս գամ, ելույթս գոնե լավ լինի։ Որոշում ենք արտասակ, մենք պետք է ունենանք այդ լիդ վոկալ, որի համադրությամբ զգայինք ինչքան բարձր, ինչքան ցածր բեքերը։ Այսինքն այդ համադրությունը պետք է լինի, որ մենք զգայինք։ Հիմա առանց դրա պրոստը ականջով գուշակելով Մի քիչ լարված ենք, մի քիչ որն է, շատ լարված ենք, որովհետև քանի գնում է մասնակիցները քչանում են ու լարվածությունը ավելանում է, դրա համար սենց կանոնացի։ Արև ձեզ ես Հայքում նանելու, անկեղծ այս համերգը ամենապատասխանատու մեր համար համերգն է, այն առումով, որ անցնողները մտնելու են ֆինալ։ Չգիտեմ, չեմ ուզում, որ մեզանից ոչ մեկը լքի նախագիծը։ Շորը հանդեսում, հա գնացում գարի, հարիկ։ Սիրո չկնաղեա, երոցոր տակած է, հարասի կանգվա, կարվա թելու ասել լինի, թելու ասել։ Եվ գույներդ պայլվլում են քո դեմքին Եվ գույներդ պայլվլում են քո դեմքին Ինձ դուր եկավ, շատ հաճելի էր հայքի հետ գտնվել մի բեմի վրա Իսկ հիմա լուրջ է։ Լավ, հիմա էլ լուրջ իրոք շատ հաճելի էր։ Ինձ թվում է, որ ամեն ինչ սիրուն էր, ամեն ինչ նորմալ էր։ Իմ դուրը եկավ, ես հաճույք ստացա իրոք։ Նույն էլ ես։ Երեխեք ընտիրեր ապրեք։ Տելնիկ կունենենք։ Հե՞։ Տելնիկ կունենենք։ Դավայ։ Պատկասում իրականում, բայց մեզ դուր եկավ մեր ելույթը, այդ պահին ինչ էմոցիա ունենք, կարծում ենք կարողացանք փոխանցել։ Նույն ժանրի ասածները ու ասեմ, որ փորձերից լավ ստացվեց, փորձերին Կարևորն է դա է, կարծում եմ փորձեր անում ենք, որ համերգին լիարժեք ներկայանալ։ Շատ շնորհակալ ենք հանդիսատեսին մեզ ծափարելու համար, լարվածությունը ամբողջությամբ դուրս եկավ։ Նախագծում է
Նարեկ Վարդանյանը։ Մերսի։ Ես մի պահ դաժե մտածում եմ, որ կարող է ես լինեմ դուրս գամ, բայց շատ շնորհակալ եմ ձեզ, որ քվեարկում եք։ Իրոք չեք պատկերացնում ինչքան երջանկություն եք ինձ նվիրում ձեր ձայներով, իրոք շատ շնորհակալ եմ ձեզ, շատ սիրում եմ ձեզ։ Ուժեղ եղեք, Անդրեյ Սմիթերը տել թույլատրում։ Վահե Մարգարյանը։ Ես սկզբում չէի լարվի, բայց մի լարվածությանս չափ չկար, ես կայնած ոտներ չէի զգա։ Շատ շնորհակալ եմ բոլորին, որ իմ կողքից են։ Մերսի շատ։ Նրանցից մեկը կհայտնվի եզրափակչում եւ շատ հնարավոր է դառնա երրորդ X Factor հեռուստանախագծի հաղթող։ Մնում է հասկանալ ով։ Այդ մասնակիցն է Հայկ Հունանյանը։ Չէ, ես հիմա ոչ թե լարվում եմ, որ վերջին իմ անունը անկեղծել է։ Աննայի համար Աննա Ժաննայի համար եմ շատ ափսոսում։ Լուրջ չգիտեմ անկեղծ ուրախանամ, թե տխնեմ, որտեվ ես լրիվ սենց նախապատրաստվել էի, որ պետքա դուրս գամ, սենց տեղս իջեմ Ժաննային, բայց շատ շնորհակալություն բոլոր քվեարկողներին, շատ շնորհակալ եմ, բոլորից շատ սիրում եմ։ Անդրեն եկավ, որ Հայկին գրքի, դրա Հայկի վրա։ Որ կապիկները որ թռնում են նկարվում են, Անդրեն չէ ուզում է գրքի։ Ողջույն, Շանթ եթերում Հայաստանյան X Factor-ի օրագիրն է, եւս մեկ քվեարկության ամփոփում, որի ընթացքում պարզ դարձավ ձեր որոշումը։ Տղաների թիմը եզրափակում է։ Անկեղծ եմ ասում, այդ պահին զգում էի, որ ես անկեղծ։ Չգիտեմ, էլի եմ ասում, ես որ ամեն ինչի պատրաստ է, ինչքան մոտենում ենք, այդքան պետք է արդեն իմունիտետ ձեռք բերած լինենք, այսօր այդ օրն են, քիչ պինդ էի եկել առավոտյան, պատրաստ էի նաև սրան։ Փորձելու եմ անել ամեն ինչ, որպեսզի նրանք ոչ մի վայրկյան չզգան, որ նրանք պետք է լքեն բեմը, որովհետև յուրաքանչյուրը, նրանցից յուրաքանչյուրը արժանի է գտնվել բեմում, կանգնել եւ երգել։ Կարծում Ժաննան շատ լավ կատարեց, որովհետև այն իրոք շատ դժվար է 2-3 օրվա մեջ նոր կերպարի մեջ մտել, նոր երգ այնպես մարսել, որ ներկայացնել լավ, նույնիսկ ինչ-որ գնահատականների արժանանալ։ Պլյուս, երբ որ դու հենց նոր իմանում ես, որ դու արդեն նախագծում ես, գումարում է այդ էմոցիաները, այդ ամեն ինչը խառնում է իրար, այդ ամեն ինչի Ժաննան շատ հրաշալի դուրս եկավ, շատ լավ կատարեց, ես ինքս վայելեցի լսելով այն հնչյունները, որ պետք է լսվեր այդ երգից, բայց այս երգը ինչպես էլ Ժաննան կատարեց, այս երգի վերջնական տարբերակը շատ ավելի գեղեցիկ է լինելու, շատ ավելի պինդ է լինելու, ես խնդրել եմ, որպեսզի Ժաննան գա եւ ստուդիայում մենք արձանագրենք այս երգը եւ այն լինի որպես երգ արդեն, որպես record այսպես են ասում, լինի եւ ոնց որ բոլոր երգերն են իրենց ճանապարհը հարթում եւ ինչ որ միտեղ ուղի է դառնում իրենց համար, այս երգը լինի Ժաննայի համար այդ ուղին։
Ես հիմա այնպեսի վիճակում եմ գտնվում, որ լուրջ խոսքեր չունեմ ասելու, ուղղակի կասեմ մի բան շատ բարդ է, երբ որ մեծ պատասխանատվություն ա ուսերիդ ու դու պետք է հենց պրեմիերա անես ու այդ պրեմիերայի երգը սովորես 2-3 օրվա ընթացքում ելույթից առաջ շատ լարված էի, որովհետև ոչ մի բառ չէի հիշում գոնե տակից էլ է Ես եկել եմ որ եկեմ սեր ես այստեղ եմ որ արդեն ձեզ հետ ես ծնվել եմ որ սիրեմ հենց քեզ ես այստեղ եմ որ ապրեմ մեծ սեր դու հավատա ու միշտ սիրիր Ըստ թվում է կարողացա հանդիսատեսին փոխանցել են ամբողջ էներգիան, որը ես ուզում էի փոխանցել։ Հենց սկզբից էլ ասել եմ, որ այս երգը պատկերացնում էի ավելի դիսկո բարդի վիճակներում։ Չգիտեմ, շարժումներով փորձեցի ցույց տալ, չգիտեմ թե ինչքանով ստացվեց, բայց ինձ դուր եկավ։ Ես եկել եմ որ եկեմ սեր ես այստեղ եմ որ ախտեմ ձեզ հետ ես ծնվել եմ որ սիրեմ հենց քեզ ես այստեղ եմ որ ապրեմ մեծ Պրեմիերա երգը իրոք շատ լավն է։ Սենց այն որ 100%-ով զգում ես, ապրում ես այդ երգի հետ։ Ու ինձ թվում է 3-ից մոտ էլ լավ ստացավ։ Մի քանի ժամ ենք գրել երգը, մի քանի ժամ գործիքավորվել, ու միանգամից գնացել է Անդրեն փորձի եկել է այստեղ։ Ու երկու օրում շատ բան իհարկե հնարավոր չէր բեմադրել կամ չգիտեմ այդ հուզմունքը թողնել մի կողմ երգի բառեր հիշել կար, մեղեդի հիշել կար, հասկանալ էի հուզմունքը եւ բարձր որ 100%-անոց պերֆորմանս չէր, բայց համենայն դեպքում ես գոհ եմ շատ ու շատ առաջի անգամ է որ իմ երգը միանգամից մի օրվա ընթացքում 3 հոգի իրար հետևից կատարում են, շատ հետաքրքիր էր նայել թե ամեն մեկը ոնց է իր հերթին մատուցում այդ երգը իր ձևով։ Երեքն էլ տարբեր էին, երեքն էլ յուրովի կատարեցին ու երեքն էլ իրանց լավ եւ վատ կողմերը ունեին։ Եթե համեմատենք իմ այս ամեն ինչը սար բարձրանալու հետ, արդեն գագաթի սառը շունչը փչում է, արդեն պարզ է, որ ամեն ինչ լարվել է, էլ դրանից ավել լարվել հնարավորություն չկա։ Մնացին Անդրեի տղաները, սա պրոդյուսերական հաղթանակ է առաջին հերթին իհարկե, ճիշտ մոտեցում այն ամեն ինչին, ինչի պահանջարկ ունի այսօրվա մեր հեռուստադիտողը։ Շնորհավորում եմ Անդրեին, շնորհավորում եմ տղաներին, ամենամեծ հարցը իհարկե մնացել է թե ով է հաղթելու։ Իմ համար բացարձակ օրինակ կապ չունի, ինձ թվում է որ նրանք երեքն էլ կշարունակեն։ Եզրափակում են բավականին լավ մասնակիցներ, 3 շատ լավ արտիստներ եւ կփորձեմ նրանց արդեն դատել որպես հանդիսատես, տեսնել թե ինչեր են նրանք պատրաստ անել, որպեսզի դառնան հաղթող։ Նրանց հաջողություն եմ մաղթում, իսկ Անդրեին ուղղակի համբերություն։ Կիսում եմ Անդրեի ուրախությունը միանշանակ, գիտեք դրա մեջ կա համ հետաքրքրություն, համ մի քիչ անհետաքրքրություն, երբ որ դու ժամանակից շուտ իմանում ես, որ հաղթել ես։ Եվ չկա այդ ինտրիգան, որ ամբողջ ընթացքում քեզ ստիպել է չարչարվել, աշխատել, մրցակցության մեջ մտել։ Հիմա այդ ամեն ինչը վերացավ Անդրեի մոտ, բայց կա մի փոքրիկ ինտրիգա, բա իմ 3 երեխաներից որ մեկը
կունենա այդ հաղթանակի բերկրանքը վայելելու պահը։ Այնպես որ Անդրեի զգացածը զգում եմ մի քիչ, որտեղ ես 2 մասնակցող եմ անցել, ինքը 3։ Շնորհավորում եմ Անդրեին, շատ ուրախ եմ իր համար եւ տեսնենք թե իրոք ժողովուրդը իր SMS-ներով որ մի մասնակցի կողք կլինի, դա կլինի անակնկալ, թե դա կլինի սպասված։ Իսկապես մեծ խնդիր է զսպել չափազանց ուրախություն ու երջանկություն, որովհետև ես այդ պահի մասին երազել եմ։ Երազել եմ ինչպես որ փոքր երեխա, ինչպես որ 5 տարեկանում օրինակ երազել եմ լինեմ բեմում, ինչպես որ երազել եմ լինեմ երգիչ, ինչպես երազել եմ լինեմ Եվրատեսիլում, ինչ որ կապված է իմ կարիերայի, իմ այն բոլոր հաղթանակների հետ ես երազել եմ եւ ես երազել եմ այս պահի համար հենց առաջին գալայից սկսած ես երազել եմ որ նրանք լինեն մինչև վերջ երեքով եւ շնորհակալ եմ հեռուստադիտողին որ իմ երազանքը նրանք կատարեցին քանի որ ընտրողը եւ քվեարկողը նրանք էին այլ ոչ թե ես Ես ուրախ եմ, որ այդ հեռուստադիտողը հանդիսատեսը, որ իսկապես սրտանց մեր կողքին էր, ես հասկանում եմ, որ իսկապես մնալ ամենասկզբից մինչև վերջ մի թիմի մասնակիցներ, դա եւս ես հասկանում եմ, որ դա աչք ծակող երևույթ է, բայց ես եւս ուզում եմ նաեւ հիշել բոլոր այն տաղանդավոր մասնակիցներին, ովքեր որ թե իմի եւ թե Գարիկի եւ թե Եգոր Գլումովի խմբերում էին, որտեղ նրանք բոլորն էլ արժանի էին լինել եւ մնալ մինչև վերջ։ Բայց ես երևի թե ավելի շատ եմ երազել, ես երևի թե ավելի ծնվել եմ ասած, ապրում եմ ասած, իմ ամեն մի շունչը սեր է, որ քեզ եմ ես բերել